Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ հիբրիդային հարձակումների թիրախ, որոնք ուղղված կլինեն երկրի ժողովրդավարական գործընթացի խաթարմանը, մասնավորապես ընտրությունների վրա ազդելու համար։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Հայաստանը Եվրոպական միությունից աջակցություն է խնդրել ընտրական գործընթացներին արտաքին միջամտությունը կանխելու նպատակով։ Պապոյանի խոսքով աշխարհում կան ուժեր եւ պետություններ, որոնք չեն ցանկանա, որ Հայաստանում կայանան ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ։ Տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք որ տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա եւ կամ որոշակի երկրներից, որոնք որ ուրեմն թիրախային այսպես չեն ցանկանա, որպեսզի Հայաստանում լինի ազատ ժողովրդավարական ընտրություններ եւ ժողովրդի կողմից ուրեմն ընտրված իշխանություն։ Անդրադառնալով Եվրոպական միության դերակատարությանը, Պապոյանը նշել է, որ ԵՄ երկրներն ունեն հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու մեծ փորձ, որը կարող է կիրառելի լինել նաեւ Հայաստանի համար։ Եվրոմիության երկրներում ժողովրդավարության փորձը եւ պատմությունը եւ տարբեր տեսակի հիբրիդային հարձակումներից այդ իրենց հաջողված փորձը կարելի է կիրառել, որովհետև իսկ ով է ասել, որ եվրոպական երկրներում ժողովրդավարությունը այդպես մի օր որոշել են, որ պետք է լինեն ժողովրդավար ու բոլորով դարձել են ժողովրդավար։ Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանով Հայաստան ներմուծվող ցորենին, տեղեկացնելով, որ նոր խմբաքանակները ճանապարհին են եւ շուտով կհասնեն Հայաստան։ Ճանապարհին հիմա նոր խմբաքանակներ կան։ Կգա ես տոննաներով կհրապարակել։ Նրա խոսքով նախկինում ներմուծված ցորենը երրորդ կարգի եղել, ոչ թե չորրորդ, եւ այն լիովին պիտանի է օգտագործման համար։ Նոր խմբաքանակներում լինելու է նաեւ երկրորդ կարգի ցորեն։ Պապոյանը հրաժարվել է մանրամասնել ադրբեջանական նավթամթերքի Հայաստան ներմուծման վերաբերյալ տեղեկությունները, նշելով, որ գործընթացը հանդիսանում է առևտրային գաղտնիք։ Այն ինչ որ հաստատել եմ ես ազատությանը, այս բանը ավել բան չկա, եթե լինի առևտրային գաղտնիք չեմ կարող ասել։ Նա հավելել է, որ այս պահին Ադրբեջանը դեռևս Հայաստանի տարածքով վառելիք չի ներմուծում, սպասելով գործընթացի ամբողջական կարգավորմանը։ Անդրադառնալով դիտարկմանը, թե եվրոպական կառույցները տարբեր կերպ են արձագանքում ներկայիս եւ նախկին իշխանությունների ժամանակ տեղի ունեցած կալանքներին, Պապոյանը նշել է, արձագանքները կախված են կալանքի հիմնավորումից։ Ես կարծում եմ, որ արձագանքելու համար հիմք է պետք։ Երբ որ որևէ մարդ, օրինակ, որևէ մարդու ապօրինի են ենթադրենք բանտարկում, բնականաբար շատ նորմալ է, որ արձագանքեն։ Իսկ որևէ մարդու, երբ որ հիմնավոր են բանտարկում, բնականաբար ինչ արձագանք է այդ դեպքում։ Նրա խոսքով որոշ լրատվամիջոցներ եւ կազմակերպված խմբեր փորձում են նման միջադեպերը ներկայացնել որպես լայնածավալ ճգնաժամ, ինչը եւս կարող է դիտարկվել հիբրիդային հարձակման համատեքստում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։